ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի դեմ լայնածավալ այսպես կոչված դժոխային պատժամիջոցների օրինագիծը մեծացնելու Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը եւ ստիպելու դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Դոնալդ Թրամփի խնդրանքով օրինագծում ներառվել են ընդլայնված պատժամիջոցներ նաեւ Իրանի դեմ։ Այսպիսով Սենատը 86 կողմ եւ 11 դեմ ձայնով ընդունել է Ռուսաստանի-Իրան պատժամիջոցների մասին 2026 թվականի օրենքը, որը նախատեսում է պատժամիջոցներ ռուս պաշտոնյաների նկատմամբ եւ թույլատրում է բարձր մաքսատուրքեր Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների նկատմամբ ռուսական նավթից եւ գազից նրանց կախվածությունը նվազեցնելու համար։ Եթե օրինագիծն ընդունվի ներկայացուցիչների պալատում եւ Թրամփը ստորագրի այն, ապա փաստաթուղթը նախագահային թույլ կտա մինչեւ 100%-ի մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգիայի խոշոր սպառող երկրներից, այդ թվում Հնդկաստանից, Ճապոնիայից եւ Եվրամիության որոշ երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաեւ նրան կտա այդ մաքսատուրքերը չեղարկելու լիազորություն։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին հակառուսական պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար։ Գնահատում ենք Միացյալ Նահանգների աջակցությունը հիմա, երբ Պուտինը վերջին խաղադրույքն է կատարում եւ փորձում բալիստիկ հրթիռներով երկարաձգել պատերազմը, մեզ հուսահատորեն հոբ հրթիռներ են անհրաժեշտ հավելել է Ուկրաինայի նախագահը։ Այս ֆոնին ռազմական գործողությունները շարունակվում են, ռուսական ուժերը հրթիռակոծել են Կիևը, կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում 1 երեխա։ Ուկրաինական կողմն էլ ԱԹՍ-ներով թիրախավորել է Սամարայի մարզի եւ Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանները, հրդեհներ են բռնկվել։ Լիպեցկի մարզում կան տուժածներ, Բելգորոդի մարզում 2 մարդ է զոհվել։ Ռուսաստանի ՊՆՏՎ-ով գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 397 ԱԹՍ։ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն հիմնված է հավաքական զսպման գաղափարի վրա եւ կնպաստի երկրների միջև անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործակցության զարգացմանը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի մշակմանը եւ ահաբեկչության դեմ պայքարին, հայտարարել է Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայում ստորագրված Մեքքայի համաձայնագիրը։ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է, որ այդ համաձայնագրի նպատակն է նպաստել խաղաղությանը, բարեկեցությանը եւ կայունությանը։ Դրան կարող են միանալ տարածաշրջանի եւ այլ երկրներ։ Պակիստանի արտգործնախարար Մոհամմադ Իսակ Դարն հայտարարել է, որ այն կարևոր քայլ է ռազմավարական գործակցության զարգացման եւ Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան ամուր կապերի հետագա ամրապնդման գործում։ Պակիստանի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված Մեքքայի համաձայնագիրը լրատվամիջոցներն անվանում են մահմեդականների ՆԱՏՕ։ Նշվում է, որ համաձայնագրի հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Իրանի նախագահը հանդես է եկել մի շարք հայտարարություններով մեղադրել Իսրայելին եւ ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետությունը զինաթափելու եւ ոչնչացնելու ցանկության համար։ Չենք կարող թույլ տալ նրանց զրկել մեզ մեր ռազմական եւ պաշտպանական կարողություններից եւ ստիպել խոնարհվել, շեշտել է Մասուդ Փեզեշքյանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը չի ցանկանում ներխուժել որևէ երկիր եւ Իսրայելի պես ընդլայնել իր տարածքները, քանի որ բոլոր հարևան երկրներին համարում է իր եղբայրները։ Նա մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին տրամադրել Թեհրանի դեմ, իրանական կողմն աշխատում է դա կանխելու ուղղությամբ։ Փեզեշքյանը կրկնել է, որ կարգավորման գործընթացը եւ բանակցությունները խոչընդոտում է ամերիկյան կողմը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, պետք է հասկանանք, երբ կռվել, իսկ երբ խաղաղություն կնքել, շարունակել է Պաշտոնյան։ Խոսելով ներքին զարգացումներից, նախագահը հավաստիացրել է, որ կառավարության եւ զինված ուժերի միջև տարաձայնություններ չկան։ Իրանը միասնական է, հակառակը ցանկանում են տեսնել միայն թշնամիները, հավելել է Փեզեշքյանը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը բանակցում են եւ առաջիկայում կարող են արդյունքներ լինել։ Զուգահեռ ԱՄՆ նախագահը զգուշացնում է, Իրանը եւս մեկ հնարավորություն ունի գործարք կնքելու համար։ Հակառակ դեպքում ամերիկյան ուժերը զանգվածային հարված կհասցնեն Իսլամական Հանրապետությանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։